կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածի կարգավորումներին դուք լսեցիք նրա ելույթը, շնորհակալություն։ Պարոն Կարապետյանը հայտնեց, որ ըստ անհրաժեշտության կանդրադառնա, եթե ասելիք կլինի, ինքը կորոշի, երբ անդրադառնա, հիմա մենք ինչն ենք քննարկում։ Դուք հայտարարել եք երեկ, որ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը Մենք ներքին քննարկում իհարկե ունեցել ենք, ինչը բնական պրոցես է, աշխատանքային պրոցես է, ինչպես պարոն Կարապետյանը հենց նոր ձեզ ասաց, մենք այստեղ եկել ենք այլ օրակարգով, մենք այստեղ չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր, հանրային օրակարգ, մենք այստեղ եկել ենք մեր հայրենակիցների խնդիրները վերհանելու, դրանց լուծման մեր պատկերացումները առաջ քաշելու եւ այդ ուղղությամբ գնալու, եկել ենք աշխատելու, չենք եկել տարաբնույթ թեմաները այսպես երկար քննարկելու եւ սենց սերիալի նման զարգացումներ ապահովելու շնորհակալություն։ Ձեզնից ներողություն է իշխանությունը խնդրում, դուք պատրաստ Գործընկերներ, շնորհակալություն, մենք հնչեցրեցինք մեր դիրքորոշումը, պարոն Վարդևանյանը հղում արեց սիրելի գործընկերներ, ասը կանոնակարգ օրենքի կարգավորումներին նմանատիպ իրավիճակներում մենք պիտի առաջնորդվենք միայն օրենքով պիտի շնորհակալություն կներեք պիտի գնամ օրակարգային ասեմ հարգելի գործընկերներ բազմաթիվ խնդիրներ կան տնտեսական խնդիրներ կան դուք գիտեք որ լուծված չեն մինչև հիմա մեր արտադրողների ապրանքները արտահանելու հարցերը թեև մեր իշխանական պատգամավորները փորձում են ներկայացնել, որ ինչ-որ պրոցես կա, բայց մարդիկ այսօր լարվում կանգնած են, բեռնատարները կանգնած են, տնտեսվարողները տուժում են, դուք տեսաք երեք ցավալի դեպք ունեցանք, խաղաղ պայմաններում եւս մի զոհ ունեցանք, սա խնդիր չէ, այո, բանակում, սա խնդիր չէ, սրանք են այն օրակարգային խնդիրները, համակարգային խնդիրներ են, որոնց մասին խոսելու ենք, դիրքորոշումներ ենք հայտնելու, առաջարկներ ենք ներկայացնելու եւ փորձելու ենք տարբեր ոլորտներում բարելավել մեր հայրենակիցների կյանքը, փորձելու ենք օգուտ բերել մեր քաղաքացիներին։ Շնորհակալություն։ Ես ռազմական ոլորտի մասնագետ չեմ, ուստի ես առաջարկներ չեմ անի, ես կարող եմ արձանագրել խնդիրը, որը մտահոգում է, կարծում եմ, այստեղ կանգնած յուրաքանչյուրին։ Հիմա ակնկալվող ներողությունը կհնչի թե ոչ։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, ես ասացի այն, ինչ ասացի, շնորհակալ եմ։